Արգելափակվել են մեր երկրում ամիսներ շարունակ գործող եւ ներդրումային խաբեությամբ զբաղվող Hello-Bit ֆինանսական բուրգի առցանց հարթակները։ Այս դոմենային հասցեներով գործող կայքերը այլևս հասանելի չեն։ Բնականաբար չի բացառվում, որ այդ հանցավոր սխեմայի մեջ ներգրաված անձինք ստեղծեն նաեւ այլ դոմենային անվանումներ եւ փորձեն կրկին այլ դոմենային անվանումներով թիրախավորել մեր քաղաքացիներին եւ այդ մասով եւս մենք ակտիվ աշխատանքներ ենք կատարում։ Նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ մեր երկրում Hello-Bit-ը գործում է այս տարվա փետրվարից, իսկ նոյեմբերին խաբեբաները այն արգելափակել են, թողնելով ներդրումներ կատարած անձանց առանց խոստացված եկամտի։ Նախաքննության ներկա փուլում շուրջ 110 անձինք ներգրավել են որպես տուժող, որոնց կողմից ներդրված գումարի չափը գերազանցում է 70 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը։ Իրավապահների գնահատմամբ Hello-Bit-ում կիրառվել է դասական բուրգի սխեմա, բարձր եկամտաբերության խոստում, այլ անձանց ներգրավում։ Գումարները ներդրվել են կրիպտոարթակներում, այսինքն փոխակերպվել են USDT տեսակի կրիպտոարժույթի եւ ստեղծված տելեգրամյան հավելվածների միջոցով նույն ֆինանսական բուրգի կողմից ստեղծված եւ ղեկավարվող TSQ կոչված տարբեր խմբերի կողմից օրական մի քանի անգամ կոդեր, սիմվոլներ են ուղարկել տվյալ անձանց, որոնք անձինք պատճեն անել եւ տեղադրել են Hello-Bit հավելվածի իրենց անձնական օգտահաշիվներում եւ ըստ տվյալ ծրագրի յուրաքանչյուր կոդ տեղադրելուց անձանց հաշվին իրենց ներդրված գումարի որոշակի չափով տոկոսներ են ավելացել, սկզբնական շրջանում սկսած մոտ $9-ից մինչև $40։ Նախնական փուլում որպես կանոն լինում են դեպքեր, երբ քաղաքացիները հնարավորություն են ունենում կանխիկացնել եւ ունենալ որոշակի շահույթ, սկսում են իրենց բարեկամների, ընկերների շրջանում տարածել, որ կա այսպիսի հարթակ, եկեք այդ հարթակում գումար դրեք, դուք էլ կվաստակեք, սակայն շատերը չեն գիտակցում, որ դրանով իսկ նրանք վնասում են իրենց շրջապատի մարդկանց։ Օգտատերերը հավելվածին փոխանցել են ոչ միայն գումար, այլև անձնական տվյալներ, հեռախոսահամարներ, էլ-փոստեր, անձը հաստատող փաստաթղթերի լուսանկար։ Քննության այս փուլում պարզվել է, որ Hello-Bit armenia.com եւ Hello-Bit amh.com դոմենները ստեղծվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ Անգլիայում գրանցված կազմակերպությունների կողմից, այսինքն ակնհայտ է, որ գործ ունենք անդրազգային անձավոր խմբի հետ, խմբի գործունեության հետ։ Քննությունը դեռ շարունակվում է, մեղադրյալներ այս փուլում չկան, սակայն իրականացվում են թվային խուզարկություններ, վկաների հարցաքննություններ եւ դրամապանակների շարժի վերլուծություն։ Քննիչի խոսքով ներդրված եւ կորցրած գումարների չափը հասնում է $3000-ից $22000։ Հաճախ անձինք վաճառում են իրենց գույքը, նույնիսկ գյուղաբնակ քաղաքացիներ ունենք իրավիճակ, երբ որ վաճառել են տնային ընտանի կենդանիները եւ այդ վաճառքից գոյացված գումարը ամբողջությամբ ներդրել են տվյալ ֆինանսական բուրգում հետագայում կրկնապատիկ, եռապատիկ շահույթներ ստանալու նպատակով, սակայն կորցրել են ամբողջ։ Որոշ քաղաքացիներ նշում են, թե արգելափակումը ուշացել է, սակայն ոստիկանությունից բացատրում են, օտարերկրյա գրանցմամբ կայքերի դեպքում գործընթացը կարող է ամիսներ, անգամ տարիներ տևել։ Նշված դոմենային անվանումները եւ ոստինգային ծառայությունները ֆիզիկապես Հայաստանի Հանրապետությունում չէին գտնվում, գտնվում էին օտարերկրյա պետություններում եւ օտարերկրյա պետություններում ինչ որ բան արգելափակելու կամ գործունեությունը կասեցնելու համար տևական ժամանակ է պահանջվում եւ չես կարող ուղիղ կերպով զանգահարել կամ գրել, ասել գիտեք ինչ ես, էջը հանցավոր գործունեություն ա ծավալում, փակեք, այսինքն դու պետք է ներկայացնես համապատասխան փաստաթղթեր։ Իրավապահները եւս մեկ անգամ զգուշացնում են չվստահել համացանցում տարածվող արագ հարստանալու խոստումներին եւ որևէ գումար ներդնելուց առաջ երկար մտածել։ Իսկ արդեն խաբեության զոհ դարձած քաղաքացիներին հորդորում են դիմել իրավապահներին։ Քրիստինե Թորոսյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։